Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Օգոստոսի 1-ին ժամը 20:00-ին Գաֆեսչյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում 1+1 հավասար է 4 նախագիծը ներկայացնում է Դաշնամուրային երանգներ խորագրով համերգը։ Ծրագիրը կազմված է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Գրված է 4 եւ 6 ձեռքի համար։ Հետաքրքիր եւ յուրօրինակ մաթեմատիկական մոտեցման 1+1 հավասար 4 համերգի եւ ընդհանրապես ծրագրերի մասին կխոսենք մեր հյուրերի հետ։ Իդեպ հյուրեր ունենք նաև Գերմանիայից։ Մեր երկրորդ հյուրերն են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի մեդալակիր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Ars Lunga դուետի համահիմնադիր 1+1 հավասար է 4 համերգային շարքը նախագծի հիմնադիր եւ ղեկավար Ջուլիետա Վարդանյանը Լույս առավոտի Գերմանաբնակ դաշնակահար Լյուբեկի բարձրագույն երաժշտական դպրոցի շրջանավարտ Ամիրա Տրոյոյի հիմնադիր Շտոլբերգ Music Zomer միջազգային երաժշտական փառատոնի խորհրդի անդամ Սուսաննա Ամիրխանյանը Երաժշտական փառատոնի խորհրդի անդամ եւ Գերմանաբնակ դաշնակահար ձայնագրման արտիստ հայ դաշնակահարների ասոցիացիայի Color of Sound եւ Visible Music նախագծերի հիմնադիր Արմեն Լևոն Մանասերյանը Բարև ձեզ։ Մարդ պետք է այնպիսի կարիերա ունենա, որ իր կենսագրականը ներկայացնելիս 2 եւ 3 անգամ շունչ քաշես, կարողանաս այդ ծավալը ապավես։ Բոլորիս մաղթում եմ նման կարիերայի աճ։ Եկեք ամենատրամաբանական հարցը ոչ տրամաբանականի շրջանակներում ինչու է 1 գումարած 1-ը հավասար 4 եւ ոչ 2։ 2-ը, չէ՞։ Դասականի Այնքան ասացինք այսօրվա ընթացքում մենք է նախապատրաստվելիս, որ արդեն կասկածներ են առաջանում մեզ մոտ։ Երբ 2 ստեղծագործ մարդ հավաքվում են մեկ հարթակում, երբեք գումարը 1-ին գումարած 1-ը 2 չի լինում։ Դրա ամենապարզ ապացույցը դաշնակահարների պարագայում այն է, որ նրանք նվագում են 4 ձեռքով։ Եվ այս նախագծի հիմնական նպատակը հենց դա է, 2 դաշնակահարների միաձուլումը, ովքեր նվագում են 4 ձեռքով։ Բայց հիմա հարց կառաջանա, ինչու ենք մենք 3-ով եւ այստեղ փաստորեն 6 ձեռքի։ Ասեմ, որ գաղափարը հենց դա է, որովհետեւ երբ որ 2 անհատականություն միավորվում են, նրանք ունենում են ընդհանուր շատ գաղափարներ, որոնք կիսելու արդյունքում առաջանում են նոր գաղափարներ, նոր մտքեր եւ դրանց իրականացման համար գալիս է նոր թվեր։ Հա, այս պարագայում արդեն դառնում է 4-ը շատ հարաբերական։ Եվ մեր այս համերգի գաղափարը հիմնական, քանի որ եւ 4 ձեռքով նվագելու ենք Արմենի հետ, 4 ձեռքով էլ նվագելու ենք Սուսաննայի հետ, նաեւ միաձուլեցինք 6 ձեռքի եւ ունենալու ենք նաեւ կտորներ 6 ձեռքով։ Եվ հենց դա եմ անգամից ուզում ասել, օգոստոսի 1-ին նաեւ ծրագիրը կազմված է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից, գրված 4 եւ 6 ձեռքի համար, որքանով է բարդ 1 դաշնամուրի առաջ 3 երաժիշտների 6 ձեռքով կատարումը, արդյոք սա պահանջում է հատուկ զգայունություն, տարածության եւ էներգետիկայի լիարժեք ներդաշնակություն։ Ասենք ձեզ։ Իհարկե բավականին բարդ եւ միևնույն ժամանակ շատ մեր համար արդեն սովորական գործընթաց է դա, հաշվի առնելով, որ մի քիչ շակերտներ բացեմ, Ջուլիետայի հետ շատ վաղուց մենք արդեն եւ համագործակցում ենք եւ նվագում ենք, բայց Սուսաննայի հետ այն դռնից այն կողմ ենք հենց նոր ծանոթացել 5 րոպե առաջ իրականացել։ Այո, ու ես գրեթե կասկած չունեմ, որ այդ անսամբլը, այդ մեր զգացողությունները, իրար զգալը եւ այն բեմի վրա ստացվելու է եւ երևի թե գաղտնիքը նա է, որ պրոֆեսիոնալ մարդիկ հենց գործի մեջ կարողանում են նույնիսկ անծանոթ բայց արդեն հարազատ դարձած մարդկանց հետ երաժշտություն կերտել բեմի վրա ու ամենակարևորներից է, որ ստեղծագործություններն էլ, որոնք որ հայ կոմպոզիտորները գրել են, փոխադրել են, բավականին մեծ ազդեցություն ունեն հենց այդ զգալու համար, որովհետև եթե լավ ստեղծագործություն է, լավ է գրված, լավ է փոխադրված, ապա ես վստահ եմ, որ արդեն կատարողներին մնում է եւ քիչ եւ շատ գործ այդ ամենը ճիշտ ներկայացնել։ Դուք ապրում եք եւ ակտիվ գործունեություն եք ծավալում Գերմանիայում։ Ինչ է նշանակում ձեզ համար վերադառնալ Երևան եւ հայկական հանդիսատեսի ներկայանալ հենց հայ կոմպոզիտորների գործերով։ Կարճ ասած մեծ պատասխանատվություն։ Հայ հանդիսատեսը լավ իմաստով շատ
քմահաճ հանդիսատեսը եւ շատ քննադատողական է միշտ մոտենում ամեն ինչին եւ այդ առումով շատ պատասխանատու է Հայաստանում հայ կոմպոզիտորին ներկայացնելը, այդ առումով եւ պատիվ, եւ հաճույք, եւ հավես, եւ պատասխանատվություն։ Եթե կա եւս մեկ խոսք դրա հետ կապված, նաեւ շատ հուզիչ է իրականում, բացի չէ դրանից ամեն ինչ որ նկարագրեցի շատ ճիշտ էր, բայց շատ հուզիչ է ու նամանավանդ որ մեր հանդիսատեսը նաեւ շատ երիտասարդ է։ Այսինքն Եվրոպայում մենք սովոր ենք միշտ տեսնել սպիտակահեր հանդիսատեսի, իսկ այստեղ շատ հաճելի է որ փոքրից մինչեւ մեծ տարիքի հանդիսատես կա։ Շատ Հայ որ խոսեցինք հայ կոմպոզիտորներից, հետաքրքիր է ում աշխատանքներն են, որ ստեղծագործություններն են, որոնք հենց համապատասխան են այս ձևաչափին։ Որտեղ հայ կոմպոզիտորական դպրոցը ունի շատ հարուստ ժառանգություն։ Այո, ուրեմն ստեղծագործությունների տարածաշրջանը, այսպես ասած, վերցնում է Արամ Խաչատրյանից մինչև մեր օրեր ժամանակակից նոր գրված ստեղծագործություններ։ Իդեպ ասեմ, որ նախագիծը ոգեշնչում է նաև հայ կոմպոզիտորներին ստեղծելու համար նոր գործեր, որոնցից արդեն կան, դա Միխայել Կոկժաևի ստեղծագործությունն է վալսը, որ գրվել է հատուկ նախագծի համար, եւ Վաչեֆ Շարաֆյանի Անապատի հարսը բալետից մշակումը, որը ստեղծվել է իմ եւ Արմենի համար է գրվել։ Ֆանտաստիկ։ Դուք Color of Sound ձայնի գույնը եւ Visible Music տեսանելի երաժշտություն նախագծերի հիմնադիրն եք։ Արդյոք այս համերգում նույնպես զգացվելու է երաժշտության վիզուալ ու գունային այն ընկալումը, որ դուք զարգացնում եք ձեր արվեստում։ Ֆիզիկապես նկարները չեն գործածվում այս նախագծի ընթացքում, բայց մեր 30 մատերը կփորձեն այդ գույնը փոխանցել դաշնամուրի միջոցով։ Այդ առումով կարելի ասել, որ գույնը միշտ ներկա է նոտայի եւ երաժշտության մեջ, ու մենք սիրով ձեզ հրավիրում ենք, որ ականատես լինեք եւ լսեք այդ գունային համադրությանը արդեն նոտաների միջոցով։ Մեծագույն սիրով կգանք։ Վստահաբար։ Մենք ինչպես հասկացաք, բաց ենք ցանկացած հրավերի եւ եթե նկարահանում չունենանք եւ երկրում լինենք։ Այո։ Եվ հարցս ուղղեմ ձեզ։ Խնդրեմ եւս մեկ անգամ հիշեցնեք մեր հեռուստադիտողին համերգի վայրը, ժամը եւ ինչու պիտի գան պարտադիր եւ մասնակցեն այս համերգին։ Համերգի վայրը Գաֆեսչյան կենտրոնն է, ամսի 1-ին, օգոստոսի 1-ին ժամը 20:00-ին։ Ինչի համար գալ, որովհետեւ ես կարծում եմ, որ 3 դաշնակահար մեկ բեմում միաժամանակ ամեն օր չի որ հանդիպում ենք գրեթե չենք հանդիպում գրեթե չենք հանդիպում բացառիկ հնարավորություն այո այս դեպքում մեր դեպքն էլ միգուցե նաև բացառիկ այն առումով որ մենք երեքս միաժամանակ չենք ապրում երկրում ցավոք սրտի բայց նաև սա նաև մեծ համագործակցության բեմ է այսպես ասած մեր ընկերներին տեսնելու մեր հանդիսատեսին նորից տեսնելու հույսով եմ որ իրենց մոտ էլ այտենց մեծ ցանկություն կա նորից մեզ տեսնել ու լսելու եւ ինչու՞ չէ նաեւ նոր ստեղծագործությունները նաեւ ցույց տալու, հա, ցուցադրելու նոր կոմպոզիտորներին նաեւ իրենց այդ հնարավորությունը հարթակը ցույց տալու, հնարավորություն տալու, որ իրենք էլ ստեղծագործեն մեզ համար Այսինքն երկակի է, այսինքն մենակ մենք չէինք որ ուզում ենք նվագենք, այլ իրենց համար էլ մեծ ցանկություն լինի մեզ համար գրելու եւ որ այդ ստեղծագործությունը մենք ոչ միայն այստեղ կատարենք նաեւ երկրից դուրս։ Գիտեք, մեր եթերների ժամանակ մենք հաճախ ենք այս հարցը բարձրացնում, որ արդյոք մարզերը ներգրավվելու են այս պրոյեկտի շրջանակներում եւ կլինի հնարավորություն ունեք որ գնաք մարզեր, չգիտեմ, Գյումրի կամ եւ այլն։ Կա պլաններում։ Նայեք, ինչպես ասացի, մեկ գումարած մեկ հավասարի 4 ինքը գաղափարի շուրջ է, ամեն անգամ տարբեր տեսակի գաղափարներ ենք հա ներմուծում, օրինակ մեր նախորդ համերգը Արմենի հետ ամբողջությամբ ներդրված էր Եղեռնի հիշատակին եւ այդ ժամանակ մենք ունեցանք 2 համերգ Արդյանի սրահում եւ 1 համերգ Գյումրիում, այս անգամ մենք նախատեսել ենք 3 համերգ, որոնցից մեկը Երևանում է, 2-ը Գերմանիայում են նախատեսվում, բայց միգուցե հետագայում իհարկե մեծ ցանկությամբ նաեւ շրջաններ մասին պետք է մտածենք։ Որտեւ այնտեղ եւս այն պահանջարկը կա, որը կարող է մենք չպատկերացնենք եւ չակնկալենք, որ այդ պահանջարկը կա, բայց նրանք սպասում են։ Քանի որ խոսեցինք Եվրոպայից, մենք այստեղ նաև եթերում բարբերաբար խոսում ենք, ինչքան կարևոր է դրսում եւս հայ կոմպոզիտորների ներկայացնելը եւ հայ աշխատանքները։ Եթե կա այդպիսի փորձառություն, ինչպիսին է արձագանք օրինակ Եվրոպա բնակների կողմից։ Մենք համերգի վերջում կամ սոցիալական հարթակներում ասում են, որ իրականում
2 տարի առաջ, երբ որ Ջուլիայի հետ նվագեցինք Շտորբերգի ֆեստիվալում, ամառային ֆեստիվալում, գիտեք ինչ հետաքրքիր, մենք ունենք 2 ծրագիր, գերմանական եւ հայկական, հա, առաջին մասում նվագեցինք գերմանականը, երկրորդում հայկականը, բայց ամենամեծ ծափահարությունները, այո, եղան իրականում հայկական կոմպոզիտորներից հետո ու հենց առաջարկը դրանից հետո, խնդրում ենք ավելի շատ, այսինքն իրենք սովոր են, հա, գերմանականին ավելի ու իրանք ուզում են նոր երանգներ լսել, նոր կոմպոզիտորներ լսել, իհարկե Կոմիտաս Խաչատուրյան լսել են իրենք շատ, իրենց ծանոթ են, բայց ոչ ամեն ստեղծագործություն, նամանավանդ երբ որ սրանք փոխադրություններ են արդեն 4 ձեռքի համար կամ Վաչե Շարաֆյանի ստեղծագործություն, ես պատկերացնում, եթե մենք նույն բեմում նվագենք, ինչքան մեծ ողջավորություններ կգերեկո է սպասվում։ Իրականում հայկական ստեղծագործություններից հետո շատ մեծ են, հա, հարցերը, առաջարկները եւ այլն։ Հարգելի հեռուստադիտողներ, սա բացառիկ հնարավորություն է եւ պետք է բաց չթողնել։ Միանշանակ։ Ինձ հետաքրքիր է համագործակցությունը, որովհետեւ յուրաքանչյուր հանրային մարդ, յուրաքանչյուր արտիստ ունի իր ամբիցիաները։ Մենք օրինակ նույն խորի տրամաբանության դեպքում, երբ որ երգ չափում, կարևոր հանգամանք է, որ բոլորը երգեն սինխրոն, բոլորը երգեն նույն բարձրության վրա եւ ոչ մեկ այսպես առաջնային ինչ-որ դիրքում չլինի։ Քանի որ նախորդ պարոն Գևորգյանն էլ էստեղ էր մեր պատմել նույն այդ 1000 դհոլների ֆենոմենի մասին, այդտեղից էր հարց է ծագում։ Ինչպես օրինակ այդ ամենը դնել մի կողմ եւ երեքով համախմբվել այդ փոքրիկ տարածքի շուրջ։ Ինչպես է ստացվում համագործակցությունը։ Հատկապես որ մենք այսպես ինսայդերական ինֆորմացիա րոպեներ առաջ են ծանոթացել։ Համար որպես եթե կարելի է կարճ շատ մեր դերը իրականում ոչ թե մեզ ցույց տալն է, հա, այլ մենք ընդհանրապես որպես կամուրջ, հա, կոմպոզիտորի եւ հանդիսատեսի մեջտեղն ենք կանգնած, այսինքն ես չեմ ցույց տալիս ինձ որպես դաշնակահար, ես միջնորդ եմ, որ իմ հանդիսատեսը ծանոթանա այս ստեղծագործությունների հետ։ Ինձ թվում է, եթե այդպես բոլորը մտածեն, հա, այսինքն այս դեպքում, երբ որ մենք 3 հոգով ենք կամ 2 հոգով ենք բեմում, դա երբևիցե խնդիր չի առաջանա, քան որպես սոլիստ ուրիշ հաց է լինելու։ Այսինքն ամբիցիաները գնում են երկրորդ պլան եւ իհարկե շատ կարեւոր է նաեւ երաժշտական միատիպ մտածելակերպը, ռիթմի զգացումը եւ պեդալի ճիշտ որոշումը տեսանելը։ Պեդալի պատասխանատուն ամբողջ ամերիկի ընթացքում ես եմ լինելու, այո, բայց ես նաեւ ուզում եմ ավելացնել, բացի դաշնակահարի, եթե կարելի է բառով ասել ֆունկցիաներից, նաեւ շատ կարեւոր են հենց ստեղծագործությունները, այստեղ արդեն հնչեց Միխայել Կոգրաևի, Վաչե Շարաֆյանի անունը, ես կուզեմ նաև այլ կենթանի կոմպոզիտորների անունները նշել, Հայկ Մելիքյան, Նաիրա Խաչատրյան, Անի Եղիազարյան եւ իրենց փոխադրումներն են այնպես են, որ ինչքան է որ դու ուզես եւ փորձես ինչ որ մի ձև արտահայտիչ ավելի երևաս մնացածից եւ այն չէ ստեղծագործությունն էլ ինքնին արդեն ստիպում է ճակերտավոր ասած որ դու լինես համահունչ եւ լինես 3-ից 1-ը այլ ոչ թե առանձնանաս Ֆանտաստիկ։ Մենք ուզում ենք հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ օգոստոսի 1-ին 20:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում 1+1 հավասար է 4 նախագիծը լինելու է բեմում։ Մենք տեսակ այդ տրիոն թվերի տեղատարափ է մեր եթերում եւ մենք առաջարկում ենք, որ ամռան վերջին ամսվա առաջին օրը ճիշտ անցկացնենք, որպես այո, արվեստոտ անցկացնենք։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ օրը մեզ հետագույցների համար։ Ենք ցանկանում եւ կսպասենք սիրով նորությունները։ Վստահ։ Իսկ մնացեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում, քանի որ հրաշալի ծրագիր է սպասվում նաև հետագայում, չնայած որ մենք ավարտում ենք աշխատանքը։